Միքայել Սրբազանի տնային կալանքը փոխելու հարցի քննությունը հետաձգում է վերաքննիչ քրեական դատարանը։ Խորհրդարանական ընտրություններից 10 օր անց, հունիսի 17-ին կանադառնան այդ հարցին, վերջնական դատական ակտում։ Ինչու դատարանը 2 շաբաթ հետաձգեց միջնորդության քննությունը, Հայլուրի այս հարցին Սրբազանը խոստանում է պատասխանել հաջորդիվ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arքեպիսկոպոս Հաջապահյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը դատական նիստի սկզբում միջնորդում է կարճել քրեական գործը։ Պնդում Միքայել Սրբազանը իշխանությունը բռնի զավթելու կոչ չի արել։ Որ դատականության ընթացքում չպարզվեց, ինչպես նաև եզրափակիչ ելույթներով դատանին ներկայացրեցինք, որ մեղադրանքում նկարագրված դեպքը չի կարող հանցագործություն համարվել, թե կառուցվածքային, թե բովանդակային առումով, քանի որ Միքայել Սրբազանը մեղադրվում է լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում իբր հեղաշրջման կոչ անելու, իշխանությունը սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության համար։ Սրբազանի փաստաբանները վերաքննիչ դատարանին հիշեցնում են 3 տարի առաջ 2023 թվականին դատախազությունը որևէ հանցակազմ չի գտել Միքայել Սրբազանի հարցազրույցներում արած արտահայտություններում։ 2024-ին, 2025-ին իր հարցազրույցներում Միքայել Սրբազանը նույն մտքերն է ասել, բայց զարմանալիորեն դատախազությունը հանցանք տեսել է։ Որպեսզի հանրության համար էլ պարզ լինի, պատվարժան դատարան։ Այստեղ ինչ որ բառախաղ ասում են 25 թվականը հարցազրույցը, դա հանցագործություն չի, սա հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորում չի, սա սուբյեկտիվ կողմի քո բացահայտումն է, հանցագործությունը 24 թվականի հարցազրույցն է, հիմա 24 թվականի հարցազրույցի մասին մի բառ չկա, որ տեսեք, այստեղ կոչ արել, իրենք էլ են տեսնում, որ կոչ չկա։ 2 տարի ազատազրկման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է թե պաշտպանական, թե մեղադրող կողմը։ Դատախազները պահանջում են մասամբ բեկանել դատական ակտը և Հաջապահյանին դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանները համոզված են, որ պետք է առաջին ատյանի որոշումը բեկանվի, արդարացվի Միքայել Սրբազանը։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։